Պարոն նախագահ, Կայա Կալասի հայտարարության մասին, էլի, Կայա Կալասը հայտարարել էր աջակցության խնդրանքի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների եւ պատրաստվում են փաստորեն արևմուտքից միլիոններ ուղղել, որպեսզի հիբրիդային գործակալների դեմ պայքարի այս իշխանությունը, սա ինչ է նախընտրական բացահայտ ուղիղ աջակցություն եւ հնարավորությունները չի փոքրանում արդյոք ընդդիմադիր շրջանակների, որոնք պայքարելու են ընտրություններում։ Հայտարարել թե չհայտարարել, մենք ակնհայտորեն տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչների։ Ես նախորդ անգամ ձեր հարցին պատասխանել եմ։ Մոլդովայի սցենարի կրկնություն տեսնում եք։ Հիմա նորից պետք է անդրադառնանք։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի երկրում տեղի ունեցած իրադարձությունները նույնությամբ կարող են կրկնվել մեկ այլ երկրում։ Ես, որ համեմատաբար միջին Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ավելի շատ եմ տիրապետում ինֆորմացիաների, ես չգիտեմ, թե Մոլդովայում ինչ ա եղել այդպես մանրամասնություններով, որ հիմա ասեմ Մոլդովայի սցենարը ստեղ կրկնվելու է, թե չի կրկնվելու, ընդհանուր առմամբ այդպիսի բան, այո, իհարկե այդպիսի բաներ հնարավոր է, շատ հնարավոր է։ Օրերս Էրդողանը հայտարարել է, որ 2026 թվականին Հայաստանի ուղղությամբ ինչ-որ խորհրդանշական քայլեր են լինելու, ձեզ ինչ նկատի ունի։ Այսինքն ես այդքան ինֆորմացիայի տիրապետում եմ, որպեսզի կարողանամ կարծալ Թուրքիայի նախագահի Ինչ ուղղությամբ կարող է լինել այդ քայլերը։ Չգիտեմ, բայց եթե խորհրդանշական բառը կա, ապա ձեզ համար դա կարևոր է, ինձ համար կարևոր։ 2018-ի մասին խոսելով, ի վերջո որոշ փակագծեր բացել եք մի փոդքասթի շրջանակներում, ասում եք, որ եթե ներողություն, եթե ձեր բառերով չեմ ասում, եթե ավելի զուսպ չլինեիք, ապա կգրեիք Նիկոլը ճիշտ է, դուք սխալվեցիք։ Ի վերջո ստացվում է դուք չսխալվեցիք եւ այդ ովքեր էին այդ դուքի մեջ մտնում, որոնք սխալվեցին։ Ասել եք, որ որոշ ակտիվիստներ, որոշ շրջանակներ, որոնք կարող էին կանխել, ովքեր էին, որ պիտի կանխեին այս ամենը։ Ես ձեզ հարցում եմ։ Ես վստահ եմ, որ դուք իմ բոլոր հարցազրույցները ուշադիր ընթերցում եք։ Ես ասել եմ, չէ, որ 18-ի մասին ես այլևս չեմ խոսելու։ Սա մեկ եւ երկրորդ հարցը ձեզ։ Ու չասեմ դուք, որպեսզի չանձնավորեմ, էլի, դուք կարող եք ասել մեկին, ովքեր ընդհանրապես սխալներ չեն ունեցել, մեկին, մյուսին, երրորդին, չորրորդին, հինգերորդին, բոլորը սխալական են, ով որ սխալական չի, թող գա մեկ Ես ասում եմ, այդ դուքի մեջ ավելի Իմպիչմենտի գործընթացը, պարոն Սարգսյան, ովքեր էին այդ դուքի մեջ մտնում, եւ մի դիտարկում ելույթ, եթե կարելի է։ Մի 10 այստեղ հանդիպման ժամանակ հարցնեք, կարող է խոստանալ, որ մի անգամ էլ խոսել։ Որովհետեւ դուք հանցազրույց եք տվել Նարեկին, ամենայն հարգանքով Նարեկի եւ Վազգենի նկատմամբ, բայց նրանք անձինք են, որոնք ակնհայտ համակրանք ունեն ձեր նկատմամբ, շատ լավ են տրամադրված։ Չունեմ, ես օբյեկտիվ եմ, ես առաջարկում եմ օբյեկտիվ լրագրողների հարցերին պատասխանել, չեմ Անպայման կպատասխանեմ։ Պարոն նախագահ, ընտրություններին մասնակցելու որոշում կայացվեց, երբեք որոշում հայտնել դրա մասին։ Դուք առաջիններից մեկը։ իսկ իմպիչմենտի գործընթացի մասին ինչ փուլում է այս պահին եւ ինչ ակնկալել։ Շարունակվում է, տեսնենք։ Որևէ Շատ պահի մեծ բաներ չեմ կարող ասել, բայց մենք այդ ուղղությամբ մեր գործը շարունակում ենք։